Վերջին օրերին համացանցում տարածվող մի հայտարարություն բառացիորեն պայթեցրել է հայկական տեղեկատվական դաշտը։ Սոցցանցերում, տարբեր տելեգրամ ալիքներում և քաղաքական շրջանակներում արագ տարածվեց աղմկահարույց մեղադրանք, իբր Հայաստանի իշխանությունները Թուրքիային թույլ են տվել օգտագործել արագզգետը գրեթե մեկ դար շարունակ։ Ոմանք նույնիսկ ավելի կոշտ ձևակերպում են օգտագործում, պնդելով, թե Արաքսը վաճառվել է։ Եթե դա ճիշտ լինի, խոսքը պարզապես գետի մասին չէ։ Արաքսը Հայաստանի համար ռազմավարական նշանակության ջրային զարկերակ է։ Այն ոչ միայն սահմանային գետ է, այլ նաև կենսական ռեսուրս գյուղատնտեսության, էներգետիկայի և ամբողջ տարածաշրջանի ջրային հավասարակշռության համար։ Տասնյակ համայնքներ կախված են այս գետից, նրա ջրով են սնվում դաշտերը, իսկ որոշ հատվածներում գործում են էներգետիկ նախագծեր։ Սակայն աղմկահարույց հրապարակումների մեջ նշվում է մեկ այլ հանգամանք։ Ըստ այդ տեղեկությունների, քննարկվում են հիդրոէներգետիկ ծրագրեր, որոնց արժեքը կարող է հասնել հարյուրավոր միլիոն դոլարների։ Որոշ աղբյուրներ հիշատակում են մոտ 300 միլիոն դոլարի չափով նախագծեր կապված հիդրոէլեկտրակայանների կամ ջրային կառույցների հետ։ Եթե նման ծրագրերը իրականացվեն Թուրքիայի կողմից կամ նրա մասնակցությամբ, ապա դա կարող է արմատապես փոխել ուժերի հավասարակշռությունը գետի վրա։ Ահա այստեղ է սկսվում ամենասկանդալային մասը։ Քննադատները պնդում են, որ եթե հարևան երկիրը վերահսկի Արաքսի ջրային հոսքը կամ դրա մի մասը, Հայաստանը կարող է հայտնվել վտանգավոր կախվածության մեջ։ Ջուրը 21-րդ դարում դարձել է նույնքան ազդեցիկ գործիք, որքան գազը կամ նավթը։ Իսկ տարածաշրջանում, որտեղ յուրաքանչյուր ռեսուրս քաղաքական նշանակություն ունի, այն հնարավոր պայմանավորվածությունները անմիջապես կասկածներ են առաջացնում։ Բայց կա նաև մյուս կողմը։ Հայաստանի իշխանությունները կտրականապես հերքում են այս պատմությունը։ Պաշտոնական հայտարարություններում նշվում է, որ նման պայմանագիր պարզապես գոյություն չունի և տարածվող տեղեկատվությունները ապա տեղեկատվություն են։ Ըստ կառավարության ներկայացուցիչների, որևէ փաստաթուղթ չի ստորագրվել, որը Թուրքիային կտա երկարաժամկետ վերահսկողություն Արաքսի ջրերի նկատմամբ։ Այնուամենայնիվ, հարցերը մնում են օդում կախված։ Եթե նման գործեր չկա, ապա որտեղից հայտնվեց այս տեղեկությունը, ով է առաջինը տարածել այն և ամենակարևորը, արդյոք քննարկումները երբևէ տեղի ունեցել են փակ դռների հետևում։ Քաղաքական վերլուծաբանների մի մասը համոզված է, որ այս պատմությունը կարող է լինել տեղեկատվական պատերազմի հերթական դրվագը։ Հարավային Կովկասում տեղեկատվությունը վաղուց դարձել է զենք։ Ցանկացած կիսաճշմարտություն կամ կեղծ լուր կարող է արագ վերածվել քաղաքական ճգնաժամի։ Մյուսները, սակայն, կարծում են, որ նման լուրերը պատահական չեն հայտնվում տարածաշրջանում ջրային ռեսուրսների շուրջ պայքարը գնալով սրվում է։ Թուրքիան արդեն երկար տարիներ ակտիվորեն կառուցում է ամբարտակներ և ջրամբարներ տարբեր գետերի վրա։ Այդ քաղաքականությունը հաճախ անհանգստություն է առաջացրել հարևան երկրների մոտ։ Եվ հենց այստեղ է գլխավոր հարցը, որը դեռ պատասխան չունի։ Արդյոք Արաքսը կարող է դառնալ հաջորդ մեծ ջրային պայքարի կենտրոնը։ Առայժմ հստակ փաստաթուղթ հրապարակված չէ։ Չկան պաշտոնապես հաստատված պայմանագրեր, բայց տեղեկատվական դաշտում արդեն սկսվել է իրական պատերազմ։ Մեղադրանքներ, հերքումներ, արտահոսքեր և քաղաքական մեկնաբանություններ։ Մի բան արդեն ակնհայտ է՝ Արաքսի թեման չի անհետանալու։ Ընդհակառակը, որքան շատ են հերքումները, այնքան ավելի շատ հարցեր են առաջանում, իսկ այնտեղ, որտեղ շատ հարցեր կան և քիչ պատասխաններ, սովորաբար ինչ-որ բան իսկապես տեղի է ունենում։ Հետևաբար, պատմությունը դեռ ավարտված չէ։ Հնարավոր է, որ առաջիկայում հրապարակվեն նոր փաստաթղթեր, նոր տվյալներ կամ նոր բացահայտումներ։ Իսկ մինչ այդ հասարակությունը փորձում է հասկանալ՝ սա պարզապես աղմկահարույց ապա տեղեկատվություն է, թե մի գործարք, որի մասին դեռ բոլորը չեն խոսում։